Հաղորդման աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Բարև, Համի որակ հաղորդաշարի այսօրվա հերոսը մեր սառնարանների մշտական բնակիչներից մեկն է։ Արագ պատրաստվող, արագ հագեցնող եւ ախորժելի։ Ժամանակակից մարդու համար այս հատկություններն արդեն իսկ բավարար են, որպեսզի այն մեծ սպառում ունենա։ Սակայն այս հարմար մթերքը մշտապես գտնվում է անառողջ սննդատեսակների ցանկում։ Համի որակն այսօր փորձելու է պարզել, թե ինչ է իր թաղանթի տակ տաքցնում մեր բոլորիս կողմից այսքան սիրված բժշկական երշիկը։ Ինչպես ընտրել որակյալ բժշկական երշիկ։ Նախապատվությունը տալիս եմ 6-րդ երշիկի տեսակին։ Երկրորդի մեջ ինչ-որ տհաճ համսկացի, չգիտեմ ինչու։ Ավելի շատ հավանեցի առաջի տարբերակը, որոշ չափով իհարկե։ Մի տեսակ ծանր զգացողություն ունեցա։ Ինչ բաղադրություն պետք է ունենա այդ հարմար մթերքը։ Հավի միս, խոշոր եղջերավոր կենդանու միս, ընդ որում չի նշում, որ դա անպայման պետք է լինի տավարի միս։ Դա կարող է լինել նաև գոմեշի միս։ Լաբորատոր հետազոտության արդյունքները։ Բոլոր երշիկ արտադրողներն իրենց ապրանքը գովազդելիս անպայման շեշտում են, որ այն պատրաստված է մսից։ Մյուս երշիկների պարագայում ինչ որտեղ այս ձևակերպումն ընդունելի է, քանի որ որոշ երշիկների բաղադրությունում միսը կարող է կեսից քիչ լինել, սակայն բժշկականի հիմնական բաղադրիչը հենց միսը պետք է լինի։ Սակայն մեր օրերում բաղադրատոմսով պատրաստած իսկական երշիկ դժվար է գտնել։ Մեր ցուցափեղկերում հաճախ կարելի է տեսնել երշիկներ, որոնց արտադրության ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ապրանքային հրաշալի տեսքի տակ հաճախ թաքնվում են տարատեսակ փոխարինիչները եւ արհեստական ներկերը։ Բազմաթիվ փորձագետներ ապացուցել են, որ այսօր կարելի է երշիկ արտադրել առանց մի գրամ միս օգտագործելու։ Նախնական հարցման արդյունքում ընտրվել է բժշկական երշիկ արտադրող հայրենական 6 ընկերությունների արտադրանք։ Աթենք, Բեկոն Պրոդուկտ, Բարի Սամարացի, Մուշ, Մարիլա, Նաթֆուդ Բիելա։ Ուշադրություն։ Հաղորդումը գովազդային նպատակներ չի հետապնդում։ Հաղորդումը չի համագործակցում որևէ ապրանքանիշի հետ եւ առաջնորդվում է բացառապես հանրային շահով։ Հաղորդման աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Ընտրական փուլ անցած ընկերությունների արտադրանքը ներկայացվում է ժողովրդական ժյուրիի դատին։ Ժողովրդական ժյուրիի անդամները սովորական գնորդներ են եւ կարող են քվեարկել միայն մեկ նմուշի օգտին։ Բոլոր ապրանքանմուշները գաղտնի են եւ ներկայացված են համարակալված տարբերակով։ Երկրորդ ապրանքանիշը ընդհանրապես դուրս չեկավ։ Մի տեսակ ծանր զգացողություն ունեցա, ծանր համու է, համի զգացողություն։ Իսկ այ 6-րդը ինձ ավելի դուր եկավ։ Այնտեղ ոնց որ թե բնական համ եմ զգում ավելի շատ։ Առաջինը մի քիչ համը դուրս չեկավ, մի քիչ յուղային էր։ Մնացածը լավ էր։ Երկրորդ եւ 5-րդ տեսականների մասին չեմ կարող լավ բան ասել, որտեղ թե գույնը, թե համը մի տեսակ էր։ Առաջինի համը ավելի նուրբ էր, ավելի համեղ էր։ Երկրորդի մեջ ինչ-որ տհաճ համսկացի, չգիտեմ ինչու, տեսակ հոտել ուներ։ Երկրորդը համեմունքները շատ են, բայց հաճելի կտրություն ունի, երևի կքվեարկեմ երկրորդի համար ես սիրում կծում։ 5-ը ընդհանրապես դուր չեկավ, շատ փափուկ էր ու համեմունքների ավելցուկ զգացի, նախապատվություն երևի գտամ մի քիչ 4-րդին, որովհետև ինչ-որ միտեղ ավելի պինդ էր ու հարմար։ Երկրորդը ընդհանրապես ուտելու բան չի կարելի ասել, սխտորը շատ էր։ Համ տեսեցի բոլորը, անկեղծ ասած 5-րդը շատ դուրս եկավ, իսկ 3-րդը ընդհանրապես չպատկերացրեցի, չգիտեմ ինչու տհաճ համ էր, բայց 5-րդը իսկապես լավ էր։ 6-րդը ոչինչ համեմատած, բայց 5-րդը նախապատվություն տալիս։ Առավել դուր եկավ 6-րդ նմուշի ապրանքանիշը, նախապատվությունը կտամ 6-րդ նմուշի ապրանքանիշին, համը լավն էր, թարմ էր եւ քիմքին հաճելի։ Չհավանեցի ընդհանրապես 4-րդը, ոչ համը, ոչ գույնը, ճիշտ ասած չհասկացա ինչ եմ ուտում։ Մի քիչ հավանեցի առաջինը, բայց նախապատվությունը տալիս եմ 6-րդին, որովհետև համը շատ դուրս եկավ, բնականին մոտ էր ամեն դեպքում։ Չեմ հավանել 5-րդը, թե արտաքնապես, թե գույնը,
արհեստական հավելումները շատ է 5-րդ տարբերակի մեջ ու մի քիչ էլ կծբություն կա, չգիտեմ, բայց ավելի հարմար էր բնականին մոտ առաջին տարբերակը, նախապատվությունս առաջինին կտամ։ Ինձ բացարձակ դուր չեկավ 6-րդը, որովհետև շատ անբնական համ ուներ, ընդհանրապես մսամթերքի համ չէր գալիս։ Ժողովրդական ժյուրիի որոշմամբ կիսաեզրափակիչ անցան Աթենք, Բարի Սամարացի, Նատֆոդ ընկերությունների արտադրանքները։ Բացարձակ առաջատարն է 6-րդ համարի ներքո հանդես եկող Նատֆուդը։ Այս ընկերությունների արտադրանքների նմուշները կհանձնվեն լաբորատորիա, որտեղ կորոշվի հաղթողի անունը։ Փորձաքննության ներկայացվող նմուշները տեղափոխվել են միանման ստերիլ տարաներով եւ սառնարանային սարքավորումով հագեցած հատուկ մեքենայով։ Կիսաեզրափակիչի փուլը չհաղթահարած Բեկոն Պրոդուկտ, Մուշ եւ Մարիլ ընկերությունների արտադրանքների նմուշները նույնպես կենթարկվեն լաբորատոր փորձաքննության։ Այս փուլում ստուգվում է մթերքների անվտանգությունը։ Եփած երշիկների շարքից բժշկական երշիկի բաղադրատոմսը մշակվել է անցած դարի 30-ականներին ԽՍՀՄ-ում։ Երշիկի անվանումը բխում է դրա ստեղծման նպատակներից։ Նոր իշխանությունները խնդիր էին դրել վերականգնել քաղաքացիական պատերազմից տուժածների առողջությունը եւ խորհրդային ժողովրդին կազդուրելու գործը հանձնարարվեց այն ժամանակ ԽՍՀՄ սննդի ժողկոմ Անաստաս Միկոյանին։ Նոր սննդատեսակը պետք է լիներ դյուրամարս եւ օգտակար։ Դրա բաղադրության ստեղծմանը սննդի տեխնոլոգներից բացի մասնակցեցին նաեւ դիետոլոգներ։ Բժշկական երշիկի հիմքը բացառապես բարձրորակ մսեղիկ է։ Տավարի, խոզի եւ թռչնի միսը մանրակրկիտ աղալուց հետո միատար զանգվածին ավելացվում է դիետոլոգների առաջարկած քանակությամբ համեմունքներ։ Հաջողված բաղադրատոմսի արդյունքը դուր եկավ խորհրդային քաղաքացիներին եւ սպառողը սիրեց բժշկական երշիկը։ Բժշկական երշիկն արտադրվում էր նաև Հայաստանում, որն ի դեպ հատկապես մեծ պահանջարկ էր վայելում ուսանողների շրջանում եւ ստացել էր իր երկրորդ ժողովրդական անվանումը ուսանողական։ Իր պատմության ընթացքում բժշկական երշիկը հավատարիմ չմնաց իր սկզբնական դիետիկ խիստ չափորոշիչներին։ Օրենքով սահմանված վերապահումներ եղան հումքի ընտրության հարցում։ Արդեն 70-ականներին խորհրդային միության առողջապահական գերատեսչության կողմից նախատեսվեց Օսլայի եւ այլ հավելումների գործածում մսեղիքի մեջ, ու տավարի միսն էլ կարող էր մի քիչ յուղոտ լինել։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում սահմանված նորմերի համաձայն 2011 թվականից արտադրողը բժշկական երշիկի բաղադրության մեջ կարող է նաեւ գոմեշի միս օգտագործել։ Հաղորդման այս հատվածում մեր բոլորիս կողմից շատ սիրված բժշկական երշիկը կփորձենք մասնատել եւ փորձարկման ենթարկել փորձագետի հետ միասին։ Աննա Դաշտոյանն այսօր մեզ կօգնի այդ հարցում։ Բարև ձեզ։ Փաթեթավորումից որևէ բան կարելի է ասել երշիկի մասին, թե ոչ։ Յուրաքանչյուր փաթեթավորումից անհրաժեշտ է, որ դուք տեղեկատվություն ստանաք, որովհետև եթե դուք սպառող եք եւ գնում եք ապրանք, առաջնահերթ դուք պետք է նայեք ինչ եք գնում, անվանում, տեսակ եւ արտադրող։ Հիմա արդեն վերցնենք եւ փորձենք շոշափելով հասկանալ, թե որ երշիկը ինչով է տարբերվում։ Օրինակ, եթե դուք այս երշիկը վերցնեք եւ մի փոքր սխմեք եւ չզգաք, որ ինքը խիտ է, ապա չեք մոտենա այլևս։ Օրինակ, ես այդպիսի ապրանք այլևս չեմ գնի։ Բժշկական երշիկը պետք է լինի խիտ։ Եփած երշիկների առանձնահատկություններից է այն, որ ինքը ունի թույլ արտահայտված համ, նուրբ արտահայտված հոտ եւ բերանի խոռոչում հալվող կոնսիստենցիա։ Այսինքն, հիմա եթե դուք կտրեք եւ ծամեք, դուք պետք է ուժ չգործադրեք ծամելու համար, այլ պետք է ուղղակի ծամեք եւ ինքը բերանի խոռոչում հալվի։ Ես նախքան ծամելը կդիմեմ եւս մեկ ժողովրդական մեթոդի, ասում են, որ համասար զանգվածը ստուգելու համար պետք է երբեմն փաթաթել։ Փաթաթել կամ մատով սեղմել։ Դա ոչ թե որոշվում է համասեռությունը, դա որոշվում է կոնսիստենցիան։ Առանձնացավ, սա ինչ է։ Առանձնացավ, որովհետև դուք իրան շատ հաստ էիք կտրել։ Ահա, եթե դուք բարակ կտրեիք, ինքը չէր առանձնանա։ Փոխնեք։ Փաթաթել։ Մասը կարելի է փաթաթել։ Իհարկե։ Ես կարծում եմ, որ այն կփաթաթվի, եթե դուք չսեղմեք իրեն, ինքը փաթաթ։ Ես կանոնները պահպանեցի եւ փաթաթվեց։ Փաստորեն, համ հոտ, կոնսիստենցիա։ Հիմա ինչպես ենք մենք որոշում կոնսիստենցիան, ես սերամանը վերցնեմ եւ մենք գիտենք, միսն էլ են այդպես ստուգում, որակավորում, մատով սեղմում եք եւ պետք է փոսիկը վերականգնվի։ Եվ եթե փոսիկը վերականգնվում է, ապա կառուցվածքամեխանիկական հատկությունները երշիկի պահպանված են։
Դե երբ ջուր է գալիս բժշկական երշիկից կամ չգիտեմ ինչպես դրան անվանել, դա ինչ է նշանակում։ Երկու ձևով կարելի է դա բացատրել։ Առաջինը, եթե դուք թաղանթից ազատում եք երշիկը եւ տեսնում եք այդ թաղանթի վրայով ծորացող հեղուկ զանգված, դա կոչվում է արտահոսք, այսինքն սա տեխնոլոգիական արատ է։ Ինչի հետևանքով սա վտանգավոր չէ։ Ուղղակի խախտվել են տեխնոլոգիական նորմաները։ Ինչ է դա։ Ճարպը շատ է ավելացվել, ավելի շատ քան բաղադրագրով է, երկրորդը ջերմային մշակումը կատարվել է ավելի բարձր ջերմաստիճանում։ Եթե փորձենք ամփոփել, ապա երշիկը սկզբում ընտրում ենք արտաքինից։ Ես խորհուրդ կտամ կարդալ բաղադրագիրը, ապա սեղմել։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել բաղադրագրի մեջ։ Անպայման առաջի 2-3 տողի, որտեղ նկարագրված է մսային հումքը, որpիսի դուք իմանաք ինչ եք գնում։ Հավի միս, խոշոր եղջերավոր կենդանու միս, ընդ որում չի նշում, որ դա անպայման պետք է լինի տավարի միս։ Դա կարող է լինել նաև գոմեշի միս, խոզի միս, այսինքն մեկ երշիկի մեջ կարող են օգտագործել միանգամից 3 տարբեր միսատեսակներ։ Եվ ինչ է նշանակում համի եւ բույրի ուժեղացուցիչ։ Հիմնականում այդ համագործուցիչները ավելացնում են այն դեպքում, երբ որ մսային հումքը ընդգրկում է հավի միս։ Հավի միսը արտահայտված համ եւ հոտ չունի։ Դրա համար համագործուցիչներ են դցնում, որպեսզի տավարի մսի համը ավելի արտահայտիչ երևա։ Եթե ունեք հնարավորություն, ապա ստուգեք նաև երշիկի առաձգականությունը։ Եթե սեղմեցիք եւ միսը հետ եկավ, ամբողջովին հետ եկավ, ապա կարելի է ասել, որ եւ մի հատ էլ փոքր միջամտում, որ դուք նաև տանը կարող եք ստուգել օսլայի քանակը։ Այս եփած երշիկներում թույլատրվում է օսլայի առկայությունը մինչեւ 3%։ Մենք տանը յոդի լուծույթով կարող ենք մի կաթիլ կաթեցնել եւ սպասել 2-3 րոպե։ Եթե յոդը իր գույնը չի փոխում, նշանակում է այնքան է օսլան, ինչքան որ բաղադրագրով նախատեսված էր։ Եթե ինքը սկսում է դեպի մանուշակագույն, ապա սև երանգ գնալ, նշանակում է օսլայի ավելցուկ կա։ Երբեմն լինում է, որ կանաչում է, սա բուսական ծագման լցանյութերի առկայություն է։ Որը անթույլատրելի է բժշկական երշիկի։ Երբեմն չէ, երբեմն տեխնիկական պայմանով իրենք նշում են, որ առկա է սոյայի սպիտակուց, բայց եթե քանակը շատ է ավելի, ինքը սկսում է կանաչել։ Շնորհակալություն բոլոր խորհուրդների համար, հուսանք, որ այսուհետ մեր սպառողները կլինեն ավելի իրազեկ եւ կսնվեն ավելի առողջ։ Առողջ սնվեք։ Անորակ սննդամթերք եք գնել, չգիտեք ում դիմել։ Զանգահարեք Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։ Շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարն է 010 20 60 40։ Լաբորատորիան ներկայացված եփած երշիկի 6 նմուշները ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, եւ քանի որ մսամթերքը, այդ թվում նաեւ եփած երշիկը համարվում են միկրոօրգանիզմների աճի համար նպաստավոր պայման, հետազոտվել է արդյոք չեն պարունակում մարդու առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են աղիքային ցուպիկի խմբի մանրենները, ոսկեգույն ստաֆիլոկոկը եւ աղտածին մանրենների սալմոնելա խմբի մանրենները, եւ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ լաբորատորիան ներկայացված եփած երշիկի նմուշները համապատասխանում են անվտանգության պահանջներին։ Ներկայացված բժշկական երշիկի 6 նմուշները ենթարկվել են նաև հետազոտության անվտանգության ցուցանիշներից թունավոր տարրերի, թունաքիմիկատների, նաև նատրիումի հիդրիդի մնացորդային քանակները հայտնաբերելու նկատմամբ, եւ հետազոտության արդյունքներում շեղումներ չի հայտնաբերվել։ Հետևաբար, ներկայացված բժշկական երշիկի բոլոր տեսակները պիտանի են սննդում օգտագործելու համար եւ մարդու առողջությանը վտանգ չեն ներկայացնում։ Լաբորատոր փորձաքննության ներկայացված ոչ մի փորձանմուշում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, եւ նմուշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Երկրորդ փուլ չանցած ընկերությունների արտադրանքները եւս անվտանգ են, եւ եթե ժյուրին քվեարկեր դրանց օգտին, ապա կարող են շարունակել մրցապայքարը։ Ուշադրություն. հաղորդումը գովազդային նպատակներ չի հետապնդում։ Հաղորդումը չի համագործակցում որևէ ապրանքանիշի հետ եւ առաջնորդվում է բացառապես հանրային շահով։ Հաղորդման աջակցում է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Բժշկական երշիկը պատկանում է եփած երշիկների դասին եւ պիտանելիության տեսանկյունից խոցելի է։ Սառնարանում պահելն անպայման է,
բայց պահել այն պոլիէթիլենային տոպրակի կամ սննդի թաղանթով փաթեթավորված խորհուրդ չի տրվում։ Բժշկական երշիկի համար իդեալական է սառնարանային մինչև 8 աստիճանը։ Ավելի շատ բան կախված է նրանից, թե ինչ փաթեթավորմամբ է բժշկական երշիկը դրվում սառնարան։ Առաջին՝ թղթե փաթեթավորմամբ, երկրորդ՝ փակած, բայց ոչ հերմետիկ ամանով, երրորդ՝ կիտրոնի հյութով պատելուց հետո սննդի թաղանթով փաթեթավորած։ Ճիշտ պայմանների առկայության դեպքում բժշկական երշիկը ուտելու համար պիտանի է մնում 2-ից 5 օր։ Բժշկական երշիկը նաև համեղ ուտեստների բաղադրիչ է։ Հմուտ խոհարարները կտրատում են այն, պահպանելով երշիկի կլոր ձևը, որը հարմար է ձևավորման համար։ Այս երշիկը համադրում են հիմնականում պանրի եւ մայոնեզի հետ, իսկ օլիվիե կամ մայրաքաղաքային կոչվող հայտնի աղցանում տավարի խաշած միսը հաճախ փոխարինում են բժշկական երշիկով։ Եզրափակիչ փուլում ստուգվում են փորձաքննության հանձնված նմուշների մակնշման եւ պիտակավորման չափորոշիչների համապատասխանությունը։ Արդեն կատարվել են բոլոր լաբորատոր փորձաքննությունները եւ հայտնի են արդյունքները։ Գնանք լաբորատորիա եւ պարզենք, թե որ ընկերության արտադրանքն է հաղթել մեր այսօրվա մրցույթում։ Բժշկական երշիկի 6 նմուշները ենթարկվել են հետազոտության, ֆիզիկա-քիմիական ցուցանիշներից, խոնավության զանգվածային մաս եւ օսլայի պարունակության որոշում ցուցանիշներով։ 5 նմուշներում շեղումներ չենք հայտնաբերել, սակայն համար երկրորդ նմուշում հայտնաբերվել է շեղում խոնավության զանգվածային մաս ցուցանիշով։ Նման շեղումը կարող է պայմանավորված լինել արտադրական պրոցեսի կամ արտադրանքի պահպանման պայմանների խախտման դեպքում։ Համադրելով ժողովրդական ժյուրիի քվեարկության արդյունքները եւ լաբորատորիայի տվյալները, մրցույթում հաղթեց Natfood ընկերության արտադրած բժշկական երշիկը, որը մասնակցում էր 6-րդ համարի ներքո։ Դուք արդեն գիտեք, թե որտեղից է եկել բժշկական երշիկի անվանումը եւ ինչպես ընտրել այն։ Ճիշտ ընտրություն կատարելը դժվար է, բայց հնարավոր։ Հաղորդման նկարահանումից հետո լաբորատորիայի տվյալները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը։ Խախտումներ կատարած ընկերությունները նախազգուշացվել են եւ անմիջապես վերացրել թերությունները։ Հին ռուսների գյուտի հետքերով։ Հին Ռուսիայում թթված կաթից հեռացրել են դրա վերին շերտը, սերուցքը, պահել զովվայրում։ Ինչպես են օրինական ճանապարհով կեղծում թթվասերը։ Առաջին իսկ կարևոր տարբերությունը մենք արդեն պարզեցինք, որ կան թթվասերներ եւ կան թթվասեր հիշեցնող մթերքներ։ Կենդանական մթերքի բուսական հատկությունները։ Բուսական յողերը օրգանիզմում չեն մարսվում։ Որքան պետք է լինի թթվասերի կյանքի տևողությունը։ Հերմետիկ փաթեթավորմամբ թթվասերը պահպանվում է 5-ից 7 օր, 2-ից 6 աստիճանի պայմաններում։ Տեղական արտադրության լավագույն թթվասերը կորոշվի լաբորատորիայում։